Տեսլական հաղորդաշարի հյուրն էր դերասան Աշոտ Եդիգարյանը, Star News-ը հետևեց հաղորդմանը։ Ինչպես է ապրում արտիստը Հայաստանից հեռու լինելով։ Շատ դժվար է։ Երևանցին պիտի Երևանում ապրի։ Ես ճիշտ չեմ համարում, որ ստեղ եմ հիմա։ Ապրում ես, փառք Աստծո, բայց Երևանի կարոտը տանջում է ամեն օր։ Լիարժեք չես ապրում, գոյություն ես պաշտպանում։ Համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ դերասանը արտերկրում աշխատում է ոչ մասնագիտական աշխատանքով։ Քանի որ պետք էր գումար աշխատել, ինչ ասեց նա այս մասին։ Տարածել էին, թե տաքսի եմ վարում, բայց ես ոչ մի անգամ տաքսի չեմ վարել։ Անցած տարի աշխատել եմ ծերերի մանկապարտեզում։ Տարիքով մարդկանց զբաղեցնում ես, միկրոֆոնը միացնում ես, երգում են, պարում են, խաղեր ես կազմակերպում։ Մի խոսքով։ Այդ գործն էի անում, երբ ամառը եկա Հայաստան, ուրիշ մարդ էին վերցրել իմ փոխարեն։ Հիմա չեմ աշխատում։ Այդ ասեկոսեները Facebook-ում ինչ ասես գրում են։ Աշոտ Եդիգարյանը բավականին երիտասարդ էր, երբ կորցրեց հորը, ինչ ծանր օրերի միջով անցավ նա այդ շրջանում։ Ես միշտ վախեցել եմ հորս կորցնելուց։ Երբ կորցրի, որ փացա ու մինչև այսօր հիշում եմ, մենակ լինելիս նույնիսկ լաց եմ լինում։ Ինքն ինձ համար խորհրդանիշ էր, կատարյալ էր ամեն առումով, հորս հետ շատ կապված էի։ Որ մենակ հայրս էր մահացել, կիսավորբ էի, հետո լրիվ որբացա։ Մինչև իր ծնվելը ավագ քույրն ու ավագ եղբայրը 1 տարվա մեջ մահացել են։ Նրանց մահից 5 տարի հետո ծնվել է Աշոտ Եդիգարյանը։ Սա ճակատագրի դաժան խաղ էր հորս համար, երբ պատերազմից 7 տարի հետո գալիս է մի տարվա մեջ 6 և 9 տարեկան երեխաների մահը։ Ծանր հարված, սարսափելի։ Մշակույթի բնագավառի շատ մարդիկ, չլինելով որևէ կուսակցության շարքերում, այնուամենայնիվ ակտիվորեն հետևում են նախընտրական զարգացումներին և երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանց թվում է դերասան, ռեժիսոր Աշոտ Եդիգարյանը։ Ըստ ձեզ, երկրի համար ճգնաժամային իրավիճակներում մշակույթի գործիչների դերը, որը պիտի լինի, ջրաբաժաններ գծելը, թե ջրաբաժաններ վերացնելը։ Իհարկե վերացնելը, Չարենցն ասել է, չէ՞, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ասում են արվեստագետները ցույց են անում գերիների վերադարձի համար։ Ես որ գնամ ցույց անեմ, Ալիևը կասի՝ արա, Աշոտը ցույց է անում, սպասի գերիներին վերադարձնեմ։ Որ իմանամ կվերադարձնի, հացադուլ էլ կանեմ։ Էդ ինչ թիթիզություն է, ջղայնանում եմ նման բաներից։ Ամենավտանգավորն այն է, որ թուրքը մեր սահմաններին կանգնած է, զենքը ձեռքին, մենք ներսում իրար ուտում ենք։ Սա ողբալի է, և մարդիկ կան, ոչ թե չեն գիտակցում, այլ հրահրում են։ Սա է ամենասարսափելին։ Ջրաբաժանները պետք է վերանան, արվեստագետներն էլ պետք է զբաղվեն արվեստով։ Նրանք բոլորինն են, չպետք է լինեն խամաճիկ։ Հետո մի բան կա, մենք չենք սիրում առաջնորդ ունենալ, մենք սիրում ենք ազնիվ ապրել, սիրում ենք ուրիշի ձեռքի տակ ապրել։ Մի տեսակ ստրուկի հոգեբանություն կա մեր ազգի որոշ մասի մոտ, սա էլ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն և պաշտել ենք փողը։ Եթե 15 թվին էլ մերուն է, որ հայերը փողը վերածեին զենքի, մենք 1,5 միլիոն մարդու կոտորած չէինք ունենա։ Անմիաբան ենք։ Մեր միջից կան թշնամիներ, որոնք այլադավան են, որոնք ուրիշներին ավելի շատ են սիրում, քան սեփական ժողովրդին։ Որոնք ուրիշի լեզվին ավելի են նախապատվություն տալիս, քան սեփականին։ Այսինքն մենք չենք գիտակցում պետականության արժեքը։ Օրեր առաջ նայում եմ մի հեռուստահաղորդում կամ էլ համացանցով էր, լավ չեմ հիշում, մի լրագրող արցախուհի էր անում քաղաքում։ Թե որ կուսակցությանը կընտրեն, չափազանց զարմացա, որ նման լրագրողներ կան։ Հիմա ասեմ ինչու։ Հարց է տալիս ինչ-որ մի մարդու, թե ում է ընտրելու, ասաց ներկա կառավարությանը։ Լրագրողը հարցրեց՝ էս կառավարությունը ձեզ համար ինչ է արել։ Սրանից ավելի զավեշտալի հարց, ողբալի հարց ես չեմ պատկերացնում։ Այ ընկեր ժուրնալիստ, էդ մարդու համար չպիտի անի կառավարությունը, պետք է անի պետության կայացման համար, մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար։ Այ ցավը որտեղ է, էսքան տարի, որ մենք տուժել ենք, 100 տարի առաջ էլ, որ ամեն հայ մտածել է էս պետությունը, էս կառավարությունը կոնկրետ իր համար ինչ է արել։ Դրա համար ենք տուժել, իր համար չպիտի անի ախր, սա է մեր ողբերգությունը։ Որովհետև բոլորը մտածում են, որ իր համար լավ անի, ինքը մի բան ավել փախցնի, ինքը ավելի լավ ապրի, քան մյուսը։ Ոչ, մարդիկ պետք է մտածեն ընդհանուր։
Նշենք, որ Եդիգարյանների Հայաստանից մեկնելը հանկարծակի ու անսպասելի էր ոչ միայն իրենց, այլև նաև հանդիսատեսի համար։ Հարցազրույցներից մեկում Աշոտ Եդիգարյանը պատմել է. 2000 թվականին մեկնել էի հյուրախաղերի։ Թատրոնի կազմով Ֆրանսիայում էինք գտնվում, որտեղից մենակ մեկնեցի ԱՄՆ։ Այդ ժամանակ նախկին դասընկերուհիս հարցրեց, թե կցանկանամ, որ իր եղբայրը ինձ գրանցի գրին քարտի խաղարկությանը։ Չհրաժարվեցի, սակայն մտքովս չէր էլ անցնում, որ կարող է շահեմ։ Բայց պատկերացրեք, որ 7 տարի անց զանգեցին ու աչքալուսանք հայտնեցին, որ գրին քարտ եմ շահել։ Տխրեցի, բայց բնականաբար գնացի։ Ժամանակին մեծ պահանջարկ ունեցող դերասանն այժմ առաջարկներ չունի, ինչը հավանաբար պայմանավորված է իր վերադարձի մասին շատերի չիմացությամբ։ Ճիշտն ասած, դեռ ոչ ոք չգիտի, որ ես Հայաստանում եմ։ Հուսամ, որ շուտով լավ առաջարկ կունենամ։ Դրանից ինձ իսկապես լավ կզգամ։ Արդեն վերադարձել եմ տուն։ Տեսնենք, թե տանն ինչպես են վերաբերվում ինձ։ Ուրախ կլինեմ, որ անցնեմ իմ գործնական զբաղվածությանը։ Հավանաբար նորից կվերադառնամ իմ թատրոն և կխաղամ նաև բեմում, ժպիտով հույս հայտնեց Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բազմավաստակ դերասանը։ Թեև նրան շատերը հիշում են «Վերվարածներ» հեռուստասերիալում փայլակի կերպարով, այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե արդյոք սերիալային առաջարկներ չեն մերժվի իր կողմից։ Գիտեք, ես այնքան եմ կարոտել իմ աշխատանքը, նկարահանման հրապարակը, որ տրամադրված չեմ հրաժարվելուն։ Եվ հետո ցանկացած ստեղծագործական գործընթաց, լինի սերիալ, թե գեղարվեստական ֆիլմ, դերասանի աշխատանք է պահանջում։ Դրանցից ամեն մեկն իր տեղն ունի, իր ասելիքը, բայց բնականաբար ամեն պատահական առաջարկ չեմ ընդունի։ Սերիալն էլ պետք է հետաքրքիր լինի ու կերպարն ինձ գրավի։ Ի դեպ, Աշոտ Եդիգարյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվում է որպես ԱՄՆ քաղաքացի։ Հարցին, թե արդյոք շատ մեկնողների պես նաև վաճառել է հայաստանյան բնակարանն ու Միացյալ Նահանգներում նոր տուն գնել, պատասխանեց. Իհարկե, այստեղ իմ տունը պահպանվում է, իսկ այնտեղ մարդկանց 80%-ը վարձով է ապրում։ Մենք էլ մեծամասնության մեջ ենք մտնում։ Եթե ի սկզբանե միտք ունենայի այստեղ հաստատվելու, գուցե արդեն վարկով տուն գնաց լինեի, այդ հնարավորությունն ունեի։ Բայց ես Ամերիկայում ապրելու միտք չունեի։ Գնացածս առաջին իսկ օրվանից ասել եմ, որ պետք է վերադառնամ։ Այժմ արխիվային հոլովակ ֆեյսբուքյան հարթակից առանց մեկնաբանության։ Ասեմ, որ կեցե Նիկոլը, որ կարողացավ այսքան գեղեցիկ այս շարժումը կազմակերպել, որ ոչ մեկից մատից արյուն չեկավ, բացառությամբ են փոքր-մոքր դեպքերը, եւ ժողովուրդը հավատաց նրան։ Եվ հիմա այս ժողովուրդը նրան ընդունում է որպես մի հատ հերոս, որովհետեւ շատ մեծ բան արեց ինքը։ Մենք վաղը մյուս օրը երևի դրա արդյունքները կվայելենք։ Մայիսի 1-ին վարչապետ, դուք ինքն իրեն տեսնում եք վարչապետի պաշտոնում։ Այո, տեսնում եմ, որովհետեւ շատ խելացի, տրամաբանված, նրա ամեն մի բառը, խոսքը, ամեն ինչ ունի ուրեմն տրամաբանություն։ Եվ գիտեք ինչ, ուրիշների նման թղթից չի կարդում, չեն գրում տալիս։ Ինքը իր ներսից հոգուց է խոսում։ Իսկ դա շատ կարևոր է, որ ժողովրդին գրավես հանդեպ քեզ, դեպի քեզ։ Հոգով է խոսում, սրտանց է խոսում, անկեղծ է խոսում։ Չեմ կարծում, որ վաղը մյուս օրը նա դառնա վարչապետ եւ փոխվի ինչ որ ուրիշ Նիկոլ դառնա, որին էլի ժողովուրդը դեմ գնա, չեմ կարծում։ Արչևում